Գործս սպառած։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Արցախում նախագահական շրջան, բայց Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ, որպես քաղաքացիական պայմանների ցուցակցության առաջ այս վերջին 7 տարիներին Facebook-ում ձևավորել է, ստեղծել է իր հաղթական Նիկոլ Փաշինյանը, որ պաշտոնական կապույտ նշադրում ունի այս հարստության ընթացքում նախընտրական այդ արտարում հրապարակված նյութերը ու դարձնելով վարչական ռեսուրսի օգտագործում։ Ըստ հսկայական մեծ հետևորդների Ես պիտի կրկնեմ խոսքը ի պաշտոն է պաշտոնական հարթակ, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետի օրինակ։ Սոցիալական հարթակում, եթե կա Հայաստանի Հանրապետության վարչապետի էջ, սա է, սրա մասին, երբ որ մարդու անձնական էջը, այդ թվում նաև քաղաքական գործիչների պաշտոնյան իր անձնական էջը։ Ես դա եմ կրկնում, ես չգիտեմ դուք որ էջի մասին եք ասում, որովհետև Facebook-յան որ էջը, դա դրա այդ էջը, հարգելիներս, այդ էջի սեփականատերը կառավարությունն է, կառավարության աշխատակազմն է, թե պաշտոնյանը, սրա մասին է խոսքը, որովհետև կներեք կան էջեր նույն, որոնք որ ես նկատում եմ անձնական էջեր, այո, անձնական էջերը կարող են ունենալ շատ հետևորդներ, այսինքն ոչ թե հետևորդների թվով է սա պայմանավորված, այսինքն որքան հետևորդ ունի, այլ կոնկրետ էջի տիրապետողը ով է, այլ կերպ ասած այդ էջը, երբ որ օրինակ վարչապետը փոխվի, այդ էջը ով է շարունակելու վարել, սրա մասին է խոսքը, որ եթե էջը, այսօր ես կնախագահեմ, ես ունեմ Վահագն Հովհաննիսյան Facebook-յան էջ, դա իմ անձնական էջն է, ավին կնախագահ նշանակվելուց հետո, ես այդ էջով առաջին անգամ սկսել եմ հրապարակումներ անել երևի մոտավորապես 1 կամ 2 շաբաթ առաջ, դա իմ անձնական էջն է, ես այդ անձնական էջը, այո այսօր նաև իմ պաշտոն բերողով նյութեր եմ տեղադրում, բայց դա ումն է, վաղը ես որ չլինեմ կնախագահ, դա ոչ մի չկարող ինձ ասել, որ այդ էջը պիտի հանձնեմ կենտրոնական տրական հանձնաժողովին, որտեղ դա կայի էջը չի, դա ոչ էլ ազգային ժողովի էջն է, ասենք նախկին պաշտոնով պայմանավորված։ Իմ անձնական էջն է, այս տարբերակումը պիտի լինի։ Ըստ էության մենք բոլոր թեկնածուների էջերը նայելու ենք, այո։ Բայց տարբերակելով անձնական էջ և պաշտոնական, որպես պաշտոնյայի էջ, որտեղ պետական պաշտոնյայի ի պաշտոն է էջը, դա ինքդ ևս պետական ռեսուրս է։ Եթե ասենք այդ էջի տերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, այսինքն աշխատակազմը կամ մամուլի, չգիտեմ այդտեղ ինչպես է, այդ ուրիշ բան։ Բայց քաղաքական գործիչները եթե ունեն անձնական էջը, իսկ երբեմն քաղաքական գործիչների անձնական էջերը կարող են, ասենք, չգիտեմ, բաժանորդագրություններ, ասենք, հազարների, միլիոնների հասնել, չգիտեմ։ Հա, բնական է, որ իրենց անձնական էջերը իրենց նաև քաղաքական գործունեության ժամանակ իրենց այս հեղինակություն բարձրացնելու նպատակով իրենք օգտագործել են։ Սա նույնն է, որ մարդուն, ասենք, լավ ռետոր լինի, ասենք, դու մի խոսի, որտեղ խոսում ես, օրինակ, մարդիկ ավելի շուտ են, այսպես է, քեզ ընկալում։ Այլ հարցեր։